Խաղաղությունը երեխաները պատերազմների ու սահմանների լեզվով չեն նկարում, նրանք այն պատկերում են արևի, տան, մայրիկի ձեռքերի, եկեղեցու զանգերի ու կապույտ երկնքի գույներով։ Այսօր Հայաստանի նկարիչների միությունում խաղաղությունն ու անկախությունը հայտնվել են թղթի վրա, մանկական ամենաանկեղծ պատկերացումներով։ 7-ամյա փոքրիկ հեղինակը խաղաղությունը այսպես է պատկերացրել՝ մայր տաճարով։ Նրա համար խաղաղությունը լուռ աղոթք է, ընտանիք, լույս ու հավատ։ Եթե պատերազմ լինի, բարձր եկեղեցիներն էլ են վառել, երբ որ պատերազմ չի, մնին ճիշտ տեղում է։ Արցախից տեղահանված Ալեքսանդրը խաղաղության մասին արդեն հասուն պատկերացում ունի։ Նա վստահ է մեծանա, զինվոր է դառնալու։ Իր խաղաղությունը մայրն է։ Ես որպես ապագա զինվոր ցանկանում եմ նորից հետ բերել Արցախը, որտեղ ես Արցախից եմ եւ շատ կուզենայի նորից վերադառնալ իմ հայրենիք։ Այս նկարներում միայն մանկական երևակայությունը չէ, այստեղ ընտանիքից ժառանգած արժեքներ կան՝ սերը հայրենիքի հանդեպ, խաղաղ ապրելու ցանկությունը, անկախ երկիր ունենալու կարևորությունը։ Երեխաները գուցե դեռ չեն կարողանում մեծերի բառերով խոսել անկախության մասին, բայց կարողանում են այն զգալ։ Ոմանց համար դա տուն վերադառնալու հույսն է, մյուսների համար անվտանգ երկինքը, իսկ շատերի համար պարզապես մայրիկի կողքին արթնանալը։ Ես միշտ կուզեի, որ ճշնամիները չկային սպանեին զինվորներին, միշտ մեր աշխարհում խաղաղություն տիրի։ Խաղաղություն միջազգային մրցույթ ցուցահանդեսը միավորել էր տարբեր երկրների, տարբեր ճակատագրեր ունեցող երեխաների, բայց բոլոր նկարներում մի ընդհանուր ցանկություն կար՝ ապրել խաղաղ, ազատ ու անկախ հայրենիքում։ Քնարիկ Պետրոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։